Մենք այժմ գտնվում ենք Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, որը վառ վկայությունն է դեռևս վաղ ժամանակներից Վրաստանում հայկական հետքի գոյության։ Եկեղեցին գտնվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի պատմական կենտրոնում։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդանիստ եկեղեցին է։ Եկեղեցու պաշտոնական հիմնադրման տարեթիվը 1251 թվականն է, որը փաստագրված է եղել արձանագրությամբ։ Սակայն ըստ որոշ աղբյուրների եկեղեցին այստեղ վեր է խոյացել դեռևս 631 թվականից, որի հետ կապված ցավոք արձանագրություն կամ փաստագրություն չկա։ Միջնադարյան սկզբնաղբյուրներում եկեղեցին կոչվել է նաև կաթողիկե Սուրբ Աստվածածին եւ Գևորգ Զորավոր։ Ժողովրդի մեջ հայտնի է եղել որպես Բերդի մեծ եկեղեցի։ Բազմանուն այս եկեղեցին կառուցել է իշխան Ումեկը։ Սուրբ Գևորգը գմբեթավոր դահլիճի տիպի պատկանող եկեղեցի է։ Այն առանձնանում է իր յուրօրինակ որմնանկարներով, որոնք պատկերում են 5 տակարանում տեղ գտած պատմությունները։ Որմնանկարների հեղինակները Հովնաթանյան ընտանիքի ներկայացուցիչներն են, ովքեր հեղինակն են նաև Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի որմնանկարների։ Եկեղեցին այլ հայկական միջնադարյան եկեղեցիների պես իրենքից ունեցել է նաև գրչատներ։ Այստեղ շատ օգտակար եւ նշանավոր ձեռագրեր են հրատարակվել։ Այդ ձեռագրերից ամենանշանավորը 14-րդ դարի մի ավետարան է, որը այժմ պահվում է Վենետիկում, Մխիթարյան միաբանության հովանու ներքո։ Սուրբ Գևորգի տարածքում տարբեր ժամանակներում թաղվել են մի շարք հայ հասարակաղակական գործիչներ, որոնց հետքը ցավոք հիմա չի պահպանվել։ Դրանցից ավելի ուշ նոր ժամանակներում եւս եկեղեցու կողքին իրենց հանգիստն են գտել մի շարք գործիչներ, որոնցից ամենանշանավորը Աշուղ բանաստեղծ Սայաթ Նովան է։ 2013-ից 2015 թվականներին նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի նախաձեռնությամբ, գործարար բարերար Ռուբեն Վարդանյանի եւ այլորդ բարերարությամբ Սուրբ Գևորգը հիմնանորոգվեց։ Վերականգնվեցին որմնանկարները։ 2015 թվականի հոկտեմբերի 31-ին հանդիսապետությամբ եւ ձեռամբ ազգից վեհափար հայրապետի Մայր եկեղեցին մեծ շուքով վերահոսվեց։ Վիրահայոց թեմի կյանքում երիտասարդությունը ունի առանձնահատուկ եւ կարեւոր տեղ։ Երիտասարդների հետ միասին մենք կազմակերպում ենք տարբեր հոգեվոր հանդիպումներ, միջոցառումներ եւ եկեղեցական տոներ։ Երիտասարդները ակտիվորեն մասնակցում են Սուրբ եւ անմահ պատարագին եւ ոմանք նաեւ բարձրանում են Սուրբ խորան։ Եկեղեցին կենդանի է երիտասարդության շնորհիվ։ Սուրբ Գևորգը պարզապես եկեղեցի չէ գտնվող Հայաստանի սահմաններից դուրս։ Այն Սփյուռքում մեր կարևոր ներկայության հնագույն ապացույցներից մեկն է։ Եթե երբևէ այստեղ չես եղել, անպայման այցելիր։